Պարոն Իսրայելյան, ինչ քննարկում է ներսում եւ ինչ օրակարգով են այս հանդիպումները։ Նայեք, որ խոսքի հստակ պատասխան լինի, նախորդ օրերին եղել է հայտարարություն, որ քննարկումներ ենք սկսած քաղաքական ուժերի, սկսած հասարակական կազմակերպություն ղեկավարների հետ, ընդլայնում ենք այս օրակարգի հետ քննարկումների, հարց ու պատասխանների եւ հետագա քայլերի անելիքների մասին։ Հիմի առաջի բանակցությունները խորհրդի կողմից, կազմակերպությունների կուսակցության ներկայացուցիչների կողմից արդեն գնում է, այստեղ ես երկու բառով բան կանեի, որ այն ինչ դե խոսում պայմանավորվում է, դեղից դուրս եկող ամեն ներկայացուցիչ բոլոր ձեր պատասխաններին տալու է իր դիրք որոշումը, իր տեսլակետը հետագա գործողությունների հետ կախված։ Նայեք, նաև հայտարարություններ տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որ տրված ժամանակահատվածը լրանում է, կոնկրետ գործողություններ պետք է նախաձեռնվեն, մոտավորապես կներկայացնեք, թե որն է տեսլականը այս պահին, գոնե ձեր կամ խորհրդի անդամների մյուս։ Ասեմ, այն ներկայացրած ձևաչափը, որ ներկայացրել եք հանրությանը, մինչև ամսի 15-ը, ինչի համար ենք ասել, որ պատրաստ ենք, հրավիրում ենք բոլոր ներկայացուցիչներին տարբեր հարթակների, տարբեր ոլորտի, քննարկելու այս օրակարգը, որ դրված է եղել առաջ օրվանից, այդ օրակարգի շուրջ ու դրա անելիքների կամ դրա հետագա այդ գործողություն հաջորդ հանրահավաքի հետ կախված ինչ անելիքներ է, ինչ անելու, բոլոր ընթացքային այդ մինչև ամսի 15-ը քննարկվելու է, ամսի 15-ին որ հայտարարվի արդեն հանրահավաքի օրը կամ տեղը ինչա, դեղ մանրամասնորեն մի քանի բան կասվի։ Այստեղ ինչ քննարկում տեղի ունեցավ, ինչու էր փակ, ինչ որ այլ ուժեր կային, թե միայն խորհրդի անդամներն էին։ Ընդհակառակը սա հարցեր էր դրված օրակարգում։ Ուսուցում մի փոքր մանրամասն։ Ընդհակառակը մենք մաքսիմալ ձգտում ենք, որ լինի դա թափանցիկ, որովհետև քննարկումից հետո ամեն մարդ դուրս է գալու ստեղ իրան պայմանավորվածության կամ էլ քննարկման բաները հրապարակային հայտարարել։ Ովքեր են մասնակցում այս քննարկմանը։ Բոլորը, պրոստը դեռ մենք այս պահին ովքեր են մասնակցում։ Այս պահին հիմի ժամանակ մեր Արցախի Հանրապետության ազգային ժողովի կուսակցության ղեկավարների ներկայացուցիչները։ Իրենք ներկայացրել են առաջարկներ, թե ինչ պետք է անել հետագա ունենք օրակարգ, բոլոր քննարկումները այս օրակարգի շուրջ է գնում։ Այսօրվա առաջարկային հարցը ո՞րն է։ Այսօրվա այն փաթեթը 12 կետանոց փաթեթը, որ ներկայացրած է կառավարությանը որպես պահանջ, հիմիկվա իրավիճակում բոլոր ով ստեղ գա մեզ հետ աջակցելու, քննարկելու, այդ օրակարգի շուրջ քննարկումները գնում, որ օրակարգից չշեղվենք, որ օրակարգի հետ կախված բոլոր քննարկումներն, բայց բոլորի կողմից կարևորությունը հետագա process-ների, գործողությունների մեջ մասնակցել, իրաց աջակցելը, ստեղ այդ դերակատարությունը որպես մասնակիցներ, որպես աջակցողներ, օրակարգի շեղում չի լինելու։ Պարոն Իսրայելյան, նայեք, այսօր կուսակցությունների հետ հանդիպում է Արցախի Հանրապետության, արդյոք Արցախի իշխանությունները եւս համակարծիք են ձեր օրակարգերի հետ, արդյոք մասնակցում են կամ գոնե դրական եզրակացություն են տվել ինչ-ինչ առաջարկների։ Կոնկրետ ես նկատում եմ նաեւ Արցախի Հանրապետության նախագահ ինչ տեսակետ ունի այս հավաքների վերաբերյալ։ Հիմի այս ձևաչափով, որ մենք հայտարարություն եք տվել, այդ ընթացքում տեսնելու եք ամեն մարդու ներկայացնելու ձևը, արձագանքի ձևը ու կարևորությունը։ Ու մենք այս կոչերի մեջ ասել ենք, որ բոլորը ունեք հնարավորություն լինեք խոսքի, ստեղ աջակցեք, լինեք այս գործողության process-ների մեջ որպես ցավող մի մաս, որպես դուք հանրություն, որպես մեր ազգի մի ներկայացուցիչ։ Բայց ձեր համապատասխան պաշտոնյաների հետ կախված, ձեր համապատասխան դիրքերի հետ կախված, դիրքորոշումների հետ կախված, ես գիտեմ, թե բոլորը պիտի արձագանքեն ու պարտադիր են արձագանքեն, պարտադիր են մասնակցելու։ Նայեք, թեկուզ եւ առաջնային այստեղ գտնվողները սոցիալական խնդիրների վրա են շեշտադրումներ անում, այդուհանդերձ կոնկրետ շրջանակներ, այդ թվում իշխանական ներկայացուցիչներ նշում են, որ նպատակները կոնկրետ քաղաքական ուժերի են պատկանում եւ նպատակներից մեկը հայաթափել Հայաստանը, ինչպես որ հայաթափվել է Արցախը։ Այս տեսակետներին ինչպես եք վերաբերում։ Նայեք, դեք հաշվի առնելու, որ նմանատիպ ինչ որ ձևաչափով տարբեր ժամանակահատվածում տարբեր
ներկայացուցիչների կողմից ձևավորած թե ցույցերը, թե արձագանքները, թե այդ ակցիաները, սա այս իրավիճակը տարբերվում է բոլորից, որովհետև սա ինքնաբուխ է, սա ժողովրդի հարցերի հետ կախված է, ստեղ հայ ժողովրդին ապրելու, հայ իրավունքի, այդ բոլոր այդ հարցերի հետ կախված է։ Ստեղ մենք պահանջատեր ենք, ստեղ մենք ոչ թե կոչ ենք անում ինչ որ ասում փոխելու պահանջատեր ենք այսօրվա իրավիճակում Հայաստանի իշխանության ղեկավարությունը, որը կրում է պատասխանատվություն իր ամեն մեկ Հայաստանի քաղաքացիի պահանջներին։ Այս իրավիճակում հայտնվելով Արցախայությանը ասենք, ես չեմ ուզում տարանջատել այդ հասկացողությունը ու որ ասում եմ շարունակենք դրա հետ կախված։ Եթե մենք սոցիալական հարցն ենք վերցնում, դա է կարևորացնում ու ասում եք արցախցիների 40+10-ի համար են կռվում, ես այդ պատասխանը որպես արցախահայ ասում եմ հանեք այդ 40+10-ը, տվեք այն մնացած պատասխանները։ Ես պատրաստ եմ այդ դրանից հրաժարվել, բայց տվեք այն պատասխանը, իմ հայրենիքս հետ վերադարձրեք, որովհետև Արցախցին բոլոր իր կյանքի ապրելու ժամանակահատվածում Արցախում գտնվելով ինքը ոչ մի ժամանակ հաս չի ուզել, ինքը ստեղծել է, ինքը ոչ մեկից փող չի ուզել, ինքը ստեղծել է։ Դե հիմի այս իրավիճակում գտնվելով որպես հասարակ ժողովուրդ մեր կողմից, մեր արձագանքը ուզում եք որ լսեն բոլորը։ Ինչ հարցեր կա, ինչ խնդիրներ կա, դուք ձեր մեջ որոշեք Արցախի ժողովրդին ներկա գտնվելու կարգավիճակը, գոնե գոյատևել է այդ կարգավիճակում հայտնվելու, գոնե այդ հարցերի պատասխանները, որ ասում եմ բավարարեք։ Շնորհակալություն։ Այսինքն հիմա դուրս կգան Ու մենակ այսօր չի, սա պլանավորած ամեն օրը հանդիպումները, ինչ ով դիմում է մեզ պատրաստականություն աջակցելու, մեզ լսելու, մեր հետ բոլորը ամեն օրվա ժամանակահատվածում քննարկումներից հետո դուրս են գալու հրապարակային իրաց դիրքորոշումը, իրաց բաները ներկայացնել։ Եվ ոչ միայն Արցախի Հանրապետության, ոչ միայն, բոլոր սև բաց է, թափանցիկը բոլորի համար, ոչ մի տարբերություն չկա։ Մի հողի վրա ենք ապրում, մի հատ որ ասում է իրավունքա բոլորի համար էլ հավասար է։ Արցախը հետ ենք բերելու ուժով ենք հետ բերելու։ Հիմա քաղաքական ուժի ներկայացուցիչները դուրս են գալիս այստեղ եւ մեզ հետ զրուցեն։ Այո։ Այսինքն արդեն ավարտվել է։ Չի ավարտվել, ես պրոստո դուրս եկա ներկայացնել ինչ ֆորմատով է, ինչ ձևաչափով է այդ աշխատանքները իրականացվելու ու դրա համար էլ ես սպասենք մի քիչ մինչև ավարտի, դրանից հետո դուրս գանք պատասխանենք։ Շնորհակալություն։